համաֆինանսավորման ծրագրերը պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամով համաֆինանսավորելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերվում, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ 2 ծրագիր Արմավիրի մարզում, 3 ծրագիր Գեղարքունիքի, 2 ծրագիր Լոռու մարզում, 1 ծրագիր Կոտայքի մարզում, 1 ծրագիր Վայոց ձորի մարզում, ընդհանուր թվով 7 համայնքների 9 սուբվենցիոն ծրագրերի է վերաբերվում։ Միաժամանակ ուզեմ ասել, որ նաև հրատապ ուրեմն աշխատանքներով ֆինանսավորում իրականացեցին կառավարության քիչ առաջ չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված հարցով, իսկ ընդհանուր առմամբ այս հաստատումն էլ հետո արդեն 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում, այսքանը խնդրում եմ հաստատել, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան։ Հարգելի գործընկերներ, սահմանված ավանդույթի համաձայն ես հրապարակեմ ցանկը Արմավիրի մարզում ինչ ենք ֆինանսավորում այս փաթեթով։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում, որը ավարտված է, կառուցվել է 438 գծամետր երկարությամբ ջրահեռացման համակարգ 19 տնային տնտեսությունների համար, Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 2-րդ, 3-րդ, 10-րդ, Այգեշատ բնակավայրի 6-րդ եւ 9-րդ, Բերքաշատ բնակավայրի առաջին փողոցների ասֆալտապատում, մայթերի եւ ջրահեռացման համակարգի կառուցում։ Կատարված աշխատանքները 85% են, ասֆալտապատվել է 4.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Մարտունի եւ Երանոց բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, որը իրականացված է 95%-ով, խոսքը 4.9 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է, Մարտունի համայնքի Արծվանից Ծովինար, Ծովինար Վարդենիկ, Վարդենիկ Զոլաքար, Աստղաձոր Վաղաշեն, Մարտունի ներքին Գետաշեն, Ծակքար Ծովասար, Վարդաձոր Ձորախբյուր բնակավայրերը միացնող կենտրոնական ճանապարհների նոր լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ իրականացվել է 90% աշխատանքի, մասնավորապես կառուցվել է 6.8 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 226 հենասյուն եւ LED լուսատու։ Մարտունի համայնքի Վաղաշեն, Գեխովիտ, Լեռնակերտ, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Երանոց բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում 9.4 կիլոմետր, որի կառուցման 85%-ը իրականացվել է, 1320 տնային տնտեսությունների է սպասարկելու այս նախագիծը եւ ոռոգվելու է 340 հեկտար հողատարածք։ Լոռու մարզում Թումանյան համայնքի Մարց, Չկալով եւ Քարինջ բնակավայրերի գազաբաշխիչ ներքին ցանցի ընդլայնում, որը ավարտվել է, կառուցվել է 3 կիլոմետր երկարությամբ գազատար 75 տնային տնտեսությունների համար։ Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում ոռոգման ջրի ջրահավաք ավազանի կառուցում, Լեռնանցք բնակավայրում ոռոգման ջրի ջրամբարի կառուցում, Գեղասար եւ Շենավան բնակավայրերում ոռոգման համակարգի ընդլայնում։ Կատարված աշխատանքների 75%-ը կառուցվել է 1.6 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, 1.5 մետր բարձրությամբ երկաթ բետոնե պատնեշ, 4700 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, շահառուները տնային տնտեսություն, շահառուները որոշակի թվով թիվը նշված չի տնային տնտեսություններ, հողատարածքը 197 հեկտար։ Կոտայքի մարզի Նայերի համայնքի Եղվարդ, Զորավան, Սարալանջ, Արագյուղ բուժական բնակավայրերում փողոցների ասֆալտապատում 15 կիլոմետր, որի 95%-ը արված է, եւ Վայոց ձորում Զառիթափ բնակավայրի 3-րդ, 8-րդ, 12-րդ փողոցների 3-րդ փողոցի առաջին նրբանցքի, Արտավան բնակավայրի առաջին փողոցի, Ազատեք բնակավայրի 2-րդ փողոցի, Փոր բնակավայրի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ փողոցների հիմնանորոգում աշխատանքները ավարտվել են 3.5 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը։ Իսկ հրատապ ծրագրով ֆինանսավորում ենք հետեւյալ նախագծերը. Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի մոտ թեքահարթակի կառուցման աշխատանքներ, այս նախագիծը իմիջիայլոց
հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի խորհրդի նիստում է բարձրացվել, վերջին նիստն էր, պարոն Թորոսյանը, նախավերջին, այսինքն եւ այդ նիստի արդյունքներով ենք իրականացնում Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի ջրամատակարարման արտաքին ջրակատար համակարգի վերակառուցում ծրագրում լրացուցիչ աշխատանքներ պետք է իրականացվեն Շիրակի մարզի Անի համայնքի Անի Պեմզա բնակավայր մտնող մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 335 մետր երկարությամբ հատվածի վերանորոգում Երերույքի տաճարի մոտեցող ճանապարհն է, Երերույքի տաճարում էլ մենք, ինչպես գիտեք, նախագիծ ենք իրականացնում, այսինքն այնտեղ մենք հնավայր թանգարան ենք, չէ, հիմնադրում Տիկին Անդրեասյան։ Այո, մի կողմից անում ենք ամրակայման վերականգնման աշխատանքները, մյուս կողմից պեղումներ եւ տարածքը շատ մեծ պոտենցիալ ունի եւ պլանավորում ենք նաեւ զարգացնել դրանով նպաստելով նաեւ հարակից Անիպեմզա բնակավայրի։ Ովքեր Երերույքի տաճարում չեն եղել, խորհուրդ եմ տալիս, շատ հետաքրքիր եւ լավ տեղ է, անպայման այցելեք։ Սյունիքի մարզի Կապան համայնքի ներքին բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներ շատ խորհրդանշական է, որ մենք արդեն ներքին հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում ներքին հանդում տանիքները նորոգեցինք, եթե հիշողությունս չի դավաճանում, նաև ջրի հետ կապված մի նախագիծ ենք արել, խմելու ջրի հետ, բայց վստահ չեմ, այ կարող է հիշում եք դուք արել ենք մարզպետը Պարոն վարչապետ, նախագիծ ունենք անելու հետ կապված, իսկ այս խաղահրապարակը 20-40 չափի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտին է վերաբերվում։ Այդ նշանակում է երեխաներ են ապրում նաև ներքին հանդում, Սա այցի ժամանակ տված խոստում է եւ երեխաներին խոստացել ենք, մի քիչ աշխատանքները ձգձգվեցին, համայնքը հարմար տեղ հողատարած չէր կարողանում առաջարկել, հենց առաջարկեց, հիմա պայմանագիրը կնքված է այս տարի։ Է շատ կարևոր, որ այցի ժամանակ էր այս խոստումը։ Սա հանրապետության նախագահի հետ այցի ժամանակ ա եղել։ Հանրապետության նախագահի, դա եղել է անցյալ տարի, այս տարվա սկզբին կամ անցյալ տարվա վերջին, ճիշտ է։ Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ա եղել։ Այդ շատ կարևոր է, որ ներքին հանդի ժողովուրդը ասել են, խնդրում ենք մեզ համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ ասում ենք խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է, որովհետև հո չեն ասին թակառակը, այդ նշանակում է ներքին հանդի ծնողները պատրաստ են երեխեքին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չէ, չունեն, չէ, մտավախություն։ Պարզա, որ սահմանազատում արված չի այնտեղ եւ այլն, պարզա, որ հարցեր կան եւ այդ նշանակում է, որ մարդիկ արդեն նաեւ արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը արդեն տեղափոխվել է այլ դաշտ, որն է այդ դաշտը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում վավերացված, այսինքն պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է եւ սա շատ խորհրդանշական է, այսինքն ես չեմ հիշում, որ մենք ներքին հանդ անունը հնչեցրած լինենք եւ խաղահրապարակ եւ այլն, իհարկե տանիքներից սկսեց եւ ջրի հետ կապված խնդիրը կամ ընթացքի մեջ է կամ արել ավարտել ենք, բայց կարծում եմ շատ խորհրդանշական է։ Եվ Տավուշի մարզի Բերդ համայնքի վերին ծաղկավան բնակավայրի 1.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ եւ աշխատանքները ընթացքի մեջ են։ Սրանք էին մի զեկուցվող եւ մի չզեկուցվող հարցի շրջանակում ֆինանսավորվող ծրագրերը։ Խնդրեմ, կան դիտարկումներ, հարգելի գործընկերներ, չկան, հարցը դրվում համեցեք։ Պարոն վարչապետ, օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ կառավարության նախորդ նիստում պետական համաֆինանսավորման ծրագրի կարգում որոշակի փոփոխություններ են իրականացել, որով մասնավորապես պետական մասի համաֆինանսավորման մասով պարտադիր պայման ենք սարքել արդեն պետական լաբորատորիայի նմուշառումները, այսինքն այստեղ ներկայացված ասֆալտապատման բոլոր աշխատանքների դեպքում, երբ պետական համաֆինանսավորման հատվածում պիտի վերաբաշխում անենք, պետական լաբորատորիայի
նմուշարումների եւ դրական եզրակացության պայմանը պարտադիր է, որոշակի ժամկետներ ենք սահմանել արված աշխատանքների ընդունման հետ կապված եւ ավարտական ակտերի հետ կապված, որոնք սահմանափակելու են, այսինքն դրանց չիրականացումը սահմանափակելու է համայնքների նոր սուբվենցիոն հայտերի ընդունումը, մասնավորապես այս ընդունված նոր կարգով այլևս կբացառվի այն տարբերակը, երբ որ մենք ջրագիծ կունենանք, որի աշխատանքները ավարտված են 3 տարի առաջ, բայց այդ ջրագծով մինչև հիմա ջուր չի մղվում կամ նույնը վերաբերում է գազամատակարարման ցանցին, փորձել ենք որոշակի սահմանափակումներ ունենանք այս մասով, որ համայնքները ավելի շահագրգիռ լինեն, մեր նախորդիվ բանավոր ձեռք բերված պայմանավորվածությունները կարճ ասած հանձնել ենք թղթին եւ դարձել է կառավարության որոշում, որը պարտադիր կատարման է համայնքների համար, այսքանը։ Այո, դա պետք է հոսքագծի վրա դրվի, որովհետեւ էլի մենք այս ընթացքում տենց ցավոք այդպիսի դեպքերի հանդիպել ենք։ Մանկապարտեզի շենք նորակառույց այդ նախորդող շրջանում, որը չի գործում, ջրագիծ, որը կառուցված պատրաստ է, որով ջուր չի հոսում եւ այլն եւ այդպես շարունակ, եւ այս կառավարման ոլորտի խնդիրներ են, որովհետեւ դա կախված է նրանից, որ պայմանավորում ենք, որ կառավարությունը կամ մանկապարտեզը կառուցվում է եւ մանկապարտեզները համայնքային կառավարման օբյեկտներ են եւ համայնքը պետք է կառավարի եւ լինում են խզումներ կամ ջրագծի դեպքում էլ կառավարությունը կառուցում է կամ հանձնում է ընկերության կամ հանձնում է համայնքին եւ հետո զարմանքով արձանագրում ենք, որ այդ մնացած հատվածը չի արվել, հիմա պետքա ինչպես մանկապարտեզների դեպքում մենք ինչ արեցինք, ասենք ցանկացած մանկապարտեզ մենք 70% ֆինանսավորում ենք, բայց նաեւ ինքը պետքա իր ֆինանսավորումը հետագա համայնքի բյուջեում արտահայտված լինի առաջիկա տարիների ընթացքում եւ դա հոսքագծի վրա դրվի եւ հիմա այն նախորդ դեպքերից էսկոմ մենք նման դեպք իհարկե չունենք ոչ մի հատ եւ ջրագծերի հետ կապված էլ չունենք, բայց էլի զարմանքով եմ արձանագրում, այդ եթե չեմ սխալվում քաղաքացիներից են, չէ՞, ինձ նամակ գրե վերջին նման դեպքը, որ ես վերահասցեագրել էի ձեզ եւ զարմանալի էր, հիմա արդեն բանաձևը պետքա փոխենք, որովհետեւ մենք տրամաբանություն չենք տեսել, որ համայնքը ուզի ջրագիծը կառուցել եւ հետո ջուր չլինի։ Բայց հիմա այդ փոխկապված պայմաններ անպայման կդրվեն, որպես նման իրավիճակներ չանդրադառնան։ Դե դժվար է ասել։ Երբեմն համեցեք, պարոն Խուտ։ Հիմնական պատճառը սրանք պարոն վարչապետ վերաբերվում են այն ենթակառուցվածքներին, որոնք օպերատորների կողմից կառավարման պիտի հանձնվեն, մասնավորապես ջրագծի եւ գազամատակարարման ցանցի։ Գալիս է մի պահ, երբ որ աշխատանքները ավարտված են մեր նախագծով կառուցված տեսքով, բայց այդ նախագծում այնպիսի հարցեր կան, որոնք ըստ օպերատորների ներկայացման խնդրահարույց են իրենց համար։ Այսինքն իրանք ասում են շտկեք, օրինակ այս աշխատանքը գազատարի այս դիամետրը պիտի փոխվի կամ այստեղից գազատարի անցումը պիտի վերգետնյա լինի, ստորգետնյա չի կարա լինի եւ սենց ձգձգվում է, այսինքն աշխատանքը փաստացի նախագծով ոնց սահմանված է ավարտվել է եւ օպերատորի կողմից այդ աշխատանքը ընդունելի չի լինում, այսինքն համայնքը ընդունում է, օպերատորը ինչ որ խնդիրներ է տեսնում։ Մենք դրել ենք, որ նախագծման փուլից օպերատորը ներգրավված լինի, որ տենց մենք դրել ենք, որ ոլորտի համար պատասխանատու բոլոր գերատեսչությունները ներգրավված են լինում եւ նաեւ նախկինում էլ իրանք ներկայացված են օպերատորները ոչ, բայց ոլորտը համակարգող կառույցների ղեկավարները ներկայացված են նաեւ միջգերատեսչական հանձնաժողովում, ով քննարկում է սուբվենցիոն հայտերը։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 11-ը հյուսիս հարավ